Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը կոչ է անում ամերիկահայ համայնքին միավորվել ամերիկյան քաղաքական դաշտում ավելի ամուր դեր ստանձնելու նպատակով։ ԱՄՆ-ում հայկական համայնքը բավական մեծ է, սակայն ոչ այնքան կազմակերպված, հատկապես քաղաքական դաշտում։ Մենք բավարար ակտիվություն չենք ցուցաբերում, մինչդեռ սա հենց այն դաշտն է, որտեղ կարելի է անել շատ ավելին, քան ցանկացած այլ ոլորտում։ Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում Հարվարդի շրջանավարտ Փիթեր Քութուջյանը ամերիկահայությանը կոչ է անում միավորվել նոր զարթոնքի իր նախաձեռնության շուրջ։ Ես կոչ եմ անում նոր զարթոնքի, նախագիծ, որը կաջակցի եւ կքաջալերի ամերիկահայ երիտասարդությանը ներգրավել հասարակական սեկտորում, որը թույլ կտա մեզ կարևոր դիրքեր հաստատել քաղաքական դաշտում։ Միայն այս եղանակով է հնարավոր առաջ բերել մեզ համար կարևոր հարցերը։ Քութուջյանը սերում է ցեղասպանություն վերապրածների ընտանիքից։ Այս երկիրը ցեղասպանություն վերապրած իմ տատիկին ու պապիկին նոր կյանք սկսելու հնարավորություն տվեց։ Այստեղ նրանք ունեցան 3 զավակներ, ամենակրտսերը հայրս էր։ Հորս կատակով կոչում էին ամերիկացի որդի, քանզի ծնվել էր հիվանդանոցում, հաճախել դպրոց, ստացել լավ կրթություն։ Նա իր եղբայրների պես ծառայել է ամերիկյան բանակում, այնուհետև ընտրվել պատասխանատու պաշտոնի քաղաքապետարանում։ Քութուջյանը դեռ 1996-ին ընտրվեց Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ։ 2011-ին Քութուջյանը ընտրվեց Մասաչուսեթսի Միդլսեքս շրջանի շերիֆ։ 2013-ին Քութուջյանը մասնակցեց Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թափուր տեղի ընտրություններին, դեմոկրատական կուսակցության նախնական ընտրարշավում երկրորդ տեղը զբաղեցնելով։ Հիշեցնենք, որ 2000 թվականին Փիթեր Քութուջյանն է գլխավորել Բոստոնի կենտրոնում հայոց ցեղասպանության հուշարձանի բացման նախագիծը, ինչը Քութուջյանը համարում է իր ամենամեծ նվաճումներից մեկը։ Ինեսա Մխիթարյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։